Արձագանք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ տեղեկատվության համար, թվում է թե հանրության ուշադրությունից վրիպեց կամ շատ չքննարկվեց նաև Մարգարայի անցակետի բացման հանգամանքը, ժամանակավոր բացման հանգամանքը, կարող է արդյոք սա որևէ չափավոր լավատեսություններ շնչել, արդեն իսկ զարգացող հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, որովհետև կրկին չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տարիներին ակնհայտորեն լավարկվել են հարաբերությունները, այն իմաստով, որ կան շփումներ, գուցե դրանք վերջնական արդյունքը կամ կանխատեսելի, մեզ համար կանխատեսելի արդյունք չեն տվել, բայց մի քանի դրվագ առանձին ինձ ամենայն դեպս լավատեսություն է ներշնչում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման կոնտեքստում կխնդրեի նաև ձեր դիտարկումն այս։ Շնորհակալ եմ, դե Մարգարայի անցակետը բացվել է սահմանային կետը Սիրիա հումանիտար օգնության Շարասյան անցման համար եւ այսքանով տեղի ունեցած աննախադեպ չէ, որովհետեւ նաև արդեն իսկ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, հունվարին նույնպես անցակետը բացվել է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից ուղարկվող հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա երկրաշարժի գոտի եւ այդ առումով կարծում եմ իհարկե կարևոր իրադարձություն է, բայց նկատի ունեմ աննախադեպ չէ եւ ես չէի ուզենա մենք այդ իրադարձության իհարկե իրադարձությունը թերագնահատենք, բայց մյուս կողմից չէի ցանկանա, որ մեր գերագնահատենք, ուրիշ հանգամանք կա, որը կարծում եմ արժանի է առանձնահատուկ ուշադրության, որը այդ դեպքում վստահ չէ, որ այդ ուշադրությանը մենք արժանացրել ենք կամ մեր հանրությունը արժանացրել է, այն որ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մուտքի եւ ելքի բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո եւ սա չափազանց կարևոր իրադարձություն է եւ որը արժի ընդգծել եւ ես նաեւ այս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար եւ գոհունակությունս արտահայտել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթը իրականացնել։ Շնորհակալ եմ։